Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ մագիստրոսական ավարտաճառերի հերթական պաշտպանությունը։ Թեմաներն էին Սուրբ Հովհաննես Օձնեցու շարականները, ծիսապատմական եւ աստվածաբանական քննություն, հայ եկեղեցու Պարսկաստանի թեմերը եւ դրանց գիտակրթական ու մշակութային կյանքը 18-ից 20-րդ դարերում, հայ-լատին եկեղեցական հարաբերությունները, ծիսապատմական եւ դավանաբանական քննություն, ամենայն հայոց Սիմեոն առաջին Երևանցի կաթողիկոսի պարտավճար երկը որպես հայոց եկեղեցու դավանանքի ջատագովություն։ Քննող հանձնախումբը նախագահում էր պատմական գիտությունների թեկնածու Ավետիս Հարությունյանը։ Արմեն Սարգսակ Դիշլանյանն անդրադարձել էր 18-ից 20-րդ դարերում Պարսկաստանի տարածքում հիմնադրված հայոց ամենաերկարակյաց թեմերի գործունեությանը եւ դրանց գիտակրթական ու մշակութային նշանակությանը։ Գիտական ղեկավարը եւ ընդդիմախոսը աշխատանքը գնահատեցին գիտականորեն հիմնավորված եւ փաստարկված։ Գևորգ Սարգսակ Տերմենջյանը ներկայում որպես գնդերեց ծառայություն է իրականացնում զինված ուժերի հոգևոր առաջնորդությունում։ Թեմայի ընտրությունը կապված էր հոգևոր ծառայության ընթացքում ծագած մի շարք հարցերով։ Հեղինակը մեր եկեղեցու տոների ծիսական, պատմական եւ դավանաբանական համապարփակ վերլուծություն է իրականացրել։ Օձնեցի հայրապետին նվիրված աշխատությունը գրելիս Բարեշնոր Սարգսակը կարևոր եւ արդիական է համարել ուսումնասիրել նրա կատարած եկեղեցական ծիսական բարեփոխումները, իր առջև նպատակ դնելով ներկայացնել հայրապետի մատենագրական վաստակը, նրա դավանաբանական, կրոնական եւ ծիսամեկնողական երկերը։ Թեման, որ անդրադարձել եմ, նախադեպը չունեցող էր, նմանատիպ աշխատանքը եւ մեզ այսօրվա մարդկանց եւ ընդհանուր մեր եկեղեցական եւ հասարակական կյանքում անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք այն բացթողումները եւ այն ամենը, որ տեղի էր ունեցել 7-րդ դարում, 8-րդ դարում, որպես օրինակ նաեւ այսպես ասած պրոյեկտենք նաեւ մեր ժամանակաշրջանի վրա եւ կարողանանք հայրապետի գործունեության շնորհիվ նաեւ մեր կյանքը, մեր հասարակական եւ հոգեվոր կյանքը կարողանանք ավելի ճիշտ կազմակերպել։ 13-րդ դարի կեսերից 14-րդ դարասկիզբ ժամանակահատվածում հայ եւ կաթոլիկ եկեղեցիների հարաբերություններին էր նվիրված Մհեր Սարգսակ Հակոբյանի ուսումնասիրությունը։ Սարգսակին գրավել է ժամանակի հոգևոր եւ աշխարհիկ իշխանությունների համակեցության հանգամանքը, ինչպես նաեւ դոմինիկյանների դպրոցում ուսանած հայ հոգևորականի կողմից իր հավատքի ուրացումը, քրնայի միաբանության հիմնադրումը, որի արդյունքում կաթոլիկ եկեղեցու ծիսական, դավանաբանական, մշակութային գործոնները փորձեցին տարածել Հայաստանում։ Մեր աշխատությունը նաև մի միջոց է մեզ համար, նաև մեր ժողովրդի համար, որպեսզի ճիշտ գնահատեն իրենց եկեղեցու դերն ու նշանակությունը եւ երբեք չտրվեն օտար ազդեցություններին, այլ օտար ազդեցությունները, եթե կան այդպիսիներ, օգտագործեն միայն իշա մեր եկեղեցու զարգացմանը, որտեղ մենք ունենք անկախ եկեղեցի այսօր եւ պետք է շենացնենք եւ զարգացնենք եկեղեցին։ Նաեւ մեզ օգտակար խորհուրդ է բերում մեր աշխատությունը, որ երբեք չտրվենք այնպիսի գաղափարների, որոնք կարող են բաժանում առաջացնել։ Տոնո Սարգսակ Ղազարյանի աշխատությունը նվիրված էր Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դերն ու նշանակությունը ներկայացնելու Սիմեոն առաջին Երևանցի կաթողիկոսի ջանքերին, ինչպես նաև նրա պարտավճար երկի գաղափարական հիմնական դրույթների համակողմանի ուսումնասիրությանը։ Իմ նպատակն է նաև, որպեսզի գիտական հանրությանը եւ լայն շրջանակներին ծանոթ դարձնեմ երկին եւ ցույց տամ երկի գրման կարեւորությունը։ Երկը հայ ուղղափառ վարդապետության ներկայացումն է եւ բացի սրանից նաեւ հայ ժողովրդի ժամանակի կրոնական եւ քաղաքական խնդիրների արձագանքն է։ Կարծես թե Սիմեոն Երևանցին երկի միջոցով ճանապարհային մի յուրօրինակ քարտեզ է ներկայացրել այս գործի միջոցով եւ երկու կարևոր հանգամանք կա, նախ որ կաթողիկոսը առանձնացնումն է, մեկը որ հայ ժողովրդի մոտ բացակայում էր կրթական հաստատությունների առկայությունը եւ լուսավորությունը եւ երկրորդը միասնականության բացակայությունը։
Ընդունող հանձնախումբն ընդհանուր առմամբ գոհ մնաց աշխատանքներից։ Մանրամասն ներկայացվեցին նաև թեզերի ղեկավարների եւ ընդդիմախոսների կարծիքները։ Այնուհետև կարճատև խորհրդակցությունից հետո հայտնի դարձան գնահատականները։ 4 մագիստրոսներն էլ հաջողությամբ պաշտպանեցին իրենց ավարտաճառերը։ Լիանա Չիչակյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։